Մենք շատ բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Եվրոպական միության ընդհանուր դիրքորոշմանը համահունչ և ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի լիակատար աջակցմանն ուղղված Չեխիայի դիրքորոշմանը և սրա համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնել պարոն նախագահին և Չեխիայի կառավարությանը։ Մենք երկուստեք կարևորեցինք Վեննայի մայիսյան պայմանավորվածությունների, ներառյալ 1994-95 թվականների զինադադարի համաձայնագրերի իրականացումը, մշտադիտարկման և միջադեպների հետաքննության մեխանիզմի ներդրումը, ինչպես նաև ԵԱԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի թիմի կարողությունների ավելացումը, որպես հակամարտության գոտում տևական կայունության հաստատման կարևոր գրավական։ Եվ այս քալելի անշեղ իրագործումն այն նվազագույն շեմն է, որ թույլ կտա ճանապարհ հարթել դեպի կառուցողական և որ ամենակարևորն է արդյունքի միտված բանակցությունների։ Իհարկե պարոն Զեմանին տեղեկացրեցի նաև Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի հետ նոր հանդիպումների հնարավորության մասին։ Եվ ես նրան շնորհակալություն հայտնեցի այն բանի համար, որ նա մեզ առաջարկեց այս հանդիպումների համար օգտագործել նաև Պրահայի հնարավորությունները, Չեխիայի Հանրապետության հնարավորությունները։ Միաժամանակ իհարկե իմ մտահոգությունը հայտնեցի վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վեննայում կարծես չկային։ Մասնավորապես աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համաժողով անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ իմիջիայլոց օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով ոչ ադեկվատության հստակում ընկալում ձևավորեց։ Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է և սա արագ կանցնի, քանի որ լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք մենք առաջիկայի համար։ Եվ հույս ունեմ, որ սա Վեննայի պայմանավորվածությունները վիժելուն միտված, գիտակցված վարքագիծ չէ։ Հայկական կողմի գոհունակությունը հայտնեցի Չեխիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ միաձայն ընդունված բանաձևի, ինչպես նաև այդ հարցում Չեխիայի նախագահի աներկբա դիրքորոշման համար։ Մի քանի օր առաջ Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական որոշումը եկավ կրկին փաստելու, որ ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել, պատմությունը կեղծելով, փաստերը ժխտելով և կամ սպառնալիքներ տեղալով։ Շնորհակալ ենք նաև Չեխիային հայ համայնքի հանդեպ բարեհաճ վերաբերմունքի համար, որի վառ դրսևորումներից էր Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցին հայ առաքելական եկեղեցու ծխական համայնքին տրամադրելու փաստը։ Դա մեծ իրադարձություն էր Չեխիայի հայ համայնքի կյանքում ազգային ինքնության պահպանման առումով։ Խորին շնորհակալություն նաև կարդինալ Դուկային։ Հավատացած եմ, որ մեր միջպետական հարաբերությունները շարունակելու են հաջողությամբ զարգանալ, քանի որ դրանց հիմքում հայ և չեխ ժողովուրդների անշահախնդիր բարեկամությունն է, փոխըմբռնումն ու միասնական ապագա կերտելու ձգտումը։